Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները ստիպված են հաղթահարել կյանքի բազմաթիվ մարտահրավերներ, ու դրանք շրջանցելով երեխային հասարակությունից մեկուսացնելը վատագույն լուծումն է։ Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միությունը օգնում է նրանց այդ դժվարությունների հաղթահարման գործում։ Ավելին, պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների հասարակական ինտեգրման համար։ Տուր սլակը, ուզիր, տուր, ապրի Կարենը, շատ ապրես, դիր։ Շատ ապրես, ով դրեց, ես, դրեցի։ Այսպես դանդաղ աստիճանաբար բացվում են երեխաների լեզվի կապերը, նրանք սովորում են խոսքով, բառով արտահայտել իրենց պահանջներն ու ցանկությունները, շփվել միմյանց հետ, դառնալ ընկերներ։ Երեխաների մոտ առաջընթաց կա, թեկուզ կարճ ժամանակ աշխատելով բավականին փոփոխությունները նկատելի են եւ խոսքում եւ վարքի մեջ ընդհանուր խմբումներ գրավվածության առումով թեկուզ եթե ընդհանուր զարգացումը մի քիչ դանդաղ է ընթանում, բայց խմբի ներգրավվածության առումով, վարքային առումով բավականին նկատելի փոփոխություններ ունենք։ Ընկեր Հայկը Փյունիկ հաշմանդամների միության նկարչության խմբակի ուսուցիչն է, 7 տարեկանից նա է եղել միության շահառուներից մեկը, այնուհետև սովորել է Գեղարվեստի ակադեմիայում, այսօր աշխատում է այստեղ, օգնում իր նման ու տարբեր այլ խնդիրներ ունեցող երեխաներին գույների միջոցով արտահայտել իրենց ուրույն աշխարհը։ Հաշմանդամություն ունեցող անձը կարող է ու պետք է աշխատի։ Սա Փյունիկ հաշմանդամների միության սկզբունքային մոտեցումներից մեկն է։ Փորձում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի հաշմանդամները զգան հասարակության լիարժեք անդամ։ Եվ այդ կտրվածքով մեր գործունեության ոլորտը բավական մեծ է, սկսած արվեստից մինչև սպորտ, այսինքն բոլոր ոլորտներում, որին մենք անդրադառնում ենք, մեր իրականության մեջ առկա, փորձում ենք հաշմանդամներին ցույց տալ, որ իրենք կարող են, իրենք հասարակության լիարժեք անդամ են եւ հատուկ պայմաններ ենք ստեղծում, որ իրենք ինքնադրսևորման հնարավորություն ունենան։ Փյունիկ միությունում գործում են նկարչության, ասեղնագործության, փայտի փորագրության եւ խեցեգործության, երաժշտական թերապիայի անվճար խմբակներ, լոգոպեդի, հոգեբանի, ֆիզիոթերապևտի անվճար ծառայություններ։ Միությունը գործում է շուրջ 27 տարի։ Այս տարիների ընթացքում Փյունիկը երեխաների կողքին է եղել ինչպես առօրյա խնդիրների ու դժվարությունների հաղթահարման ժամանակ, այնպես էլ տոն օրերին, փորձել է նրանց նվիրել տոնական գույներ, ժպիտներ, պար եւ ուրախություն։ Ամեն տարի ամանորին Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միությունն է հյուր գալիս Ձմեռ պապը նվերներով։ Երեխաները տոնական ներկայացում են դիտում մետրո թատրոն ստուդիայի սաների մասնակցությամբ։ Տոնական միջոցառման կազմակերպման հարցում միությանը աջակցում է Բասմաջյան ընտանիքը։ Մեկի սպարտքն է ու պարտականությունը, որ մի փոքր բարություն էլի ավելացնենք աշխարհին ու մանավանդ նրանց երեխաներին, որովհետև մենք բոլորս հավասար ենք, մենք բոլորս նույնն ենք։ Փյունիկում զուգահեռ աշխատում են նաև ծնողների հետ, պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ հոգեբանի մասնակցությամբ։ Դրանք օգնում են ծնողներին հոգեբանական շատ խնդիրներ հաղթահարել թե երեխաների, թե իրենց ներսում եւ ստանալ բազմաթիվ խնդիրների պատասխաններ։ Նախ պետքա հենց մայրը գիտակցի, որ դա վերջը չի։ Գիտեք ինչ, հաշմանդամ երեխան նույն այն մյուս երեխաներն են, որ պետքա հոգ տանե։ Ուղղակի այս երեխաները մի փոքր պետքա ավելի ուշադրության կենտրոնում լինեն։ Իմ կարծիքով, ես օրինակ իմ տղային այնպես եմ մոտիկացել, ոնց որ լիարժեք երեխա, ոնց որ մյուս երեխաներն չեմ մեկուսացել։ Հիմնականում երեխաներին մեկուսացնում են շատ կան ծնողներ։ Ես ինքս էլ փոքր ժամանակ մեկուսացրել եմ, չիմանալով ինչ է կատարվում երեխայի հետ։ Հետո որ արդեն շփվեցի, որ եկանք Փյունիկ կազմակերպություն, բավականին շատ տեղեր եմ տարել, զգացել եմ, որ երեխան պետք է շփվի։
արվեստի խմբակներ ու մասնագիտական ծառայություններ, սայլակների անվճար տրամադրում եւ վերանորոգում, հումանիտար օգնություն, աշխատատեղերի ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզավերականգնողական ճամբարների կազմակերպում։ Միությունն անընդհատ ընդլայնում է իր գործունեությունը, փորձում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծել վերականգնման, առողջացման ու ինտեգրման լավագույն պայմանները։ Ահա եւ նորություններից մեկը՝ հարմարեցված հեծանիվ վերջույթների խնդիր ունեցող երեխաների համար։ Փյունիկ հաշմանդամների միության գործունեության կարևոր սկզբունքներից մեկը նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում ներգրավելն է։ Այստեղ հավատում են եւ ապացուցել են, սպորտը հաշմանդամություն ունեցող անձի համար ինքնադրսևորման լավագույն ձևերից մեկն է։ Այն ավելացնում է նրա ինքնավստահությունը, ամրապնդում ինքնագիտակցությունը եւ միության կողմից պարբերաբար կազմակերպվող ամառային եւ ձմեռային մարզավերականգնողական ճամբարները, պարապմունքները կենտրոնի մարզադահլիճներում տվել են իրենց դրական արդյունքները։ Հաշմանդամություն ունեցող շատ հայ մարզիկներ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են միջազգային տարբեր մրցումներում, ինչպես Եվրոպայի աշխարհի առաջնություններում, այնպես էլ պարաօլիմպիկ խաղերում։ Հաջողությունները շատ են, արդեն մենք հաշմանդամներին բարձրացրեցինք Հայաստանի ամենաբարձր գագաթը, մոտ 4000 մետր բարձրությամբ Արագածի գագաթը, եւ իրենք ցույց տվեցին, որ իրենք նույնպես կարող են դա անել, հենակներով տղաներ, որ բարձրացան Սարի գագաթը։ Հաշմանդամներին դուրս բերեցինք միջազգային սպորտային ասպարեզ, որտեղ իրենք մասնակցեցին պարաօլիմպիկ խաղերի, որը աշխարհի ամենաբարձր մարզական միջոցառումն է հաշմանդամների համար եւ իրենք իրենց մասնակցությամբ արդեն ապացուցեցին, որ իրենք կարող են ամեն ինչ անել, այսինքն հաշմանդամություն ձեռք բերելով կամ ծնվելով կամ կյանքի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերելով կյանքը չի ավարտվում, կյանքի բնույթն է փոխվում ավելի։ Մարզական հաջողությունները պահպանելու եւ կրկնապատկելու համար քաղաքապետարանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2015 թվականին Փյունիկի շենքում պարաօլիմպիկ մարզադպրոց պետք է հիմնվի։ Սակայն սա քաղաքապետարանի հետ իրականացվելիք ու իրականացված միակ ծրագիրը չէ։ Որպես ամենամեծ կառույցներից մեկը մենք չենք կարող անտեսել այս կազմակերպության հիմնախնդիրները, որտեղ բացի ամեն ինչից իրենք զբաղվում են նաև մեր հասարակության անդամներով, մեր քաղաքացիներով, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ, այսինքն իր կոչվածությունը դեպի քաղաքացիների կյանքը բարելավելու Փյունիկը արդարացնում է եւ մենք փորձում ենք աջակից լինել։ Քաղաքապետարանի օգնությամբ մենք մեր շենքի տարածքը ասֆալտապատվեց, շենքում ջեռուցում անցկացվեց, այսպես բազմաթիվ են մեր համագործակցության կետերը եւ մեր կողմից բարձրացված ցանկացած հարցի քաղաքապետարանը շատ օպերատիվ արձագանքում է եւ լուծումներ է տալիս։ Մի խոսքով սա էլ տեղից շարժվեց եւ բոլոր նախապայմանները կան, որ շատ շուտով Երևանը կդառնա հաշմանդամների համար մատչելի տարածաշրջանային քաղաք եւ դրա համար ես ուրախ եմ։ 1988 թվականից Փյունիկ հաշմանդամների միությունը միակ հասարակական կազմակերպությունն էր, որ զբաղվում էր հաշմանդամ անձանց խնդիրներով։ Նույն նվիրումով ու անաչառությամբ իր գործունեությունը շարունակող միության արխիվներում հաշմանդամություն ունեցող անձանց բազմաթիվ հաջողակ պատմություններ են գրանցվել։ Դրանց կավելանան նորերը, որովհետև տարիների ընթացքում Փյունիկը դարձել է մի մեծ ընտանիք, որտեղ շարժիչ ուժը շարունակում են մնալ սերն ու սրտացավությունը։